Շոումեն հանդիսավար Արամ Մելիքյանն ու նրա ընտանիքի անդամները բավականին սիրված են հանրության շրջանում։ Այս ընտանիքն ինստագրամյան հարթակում ունի հետևորդների մեծ բանակ, նրանցից յուրաքանչյուրն իր ակտիվությունն է ցուցաբերում, այդպիսով էլ ավելի առաջացնելով հետևորդների հետաքրքրությունն ու սպասելիքները։ Արամ Մելիքյանի ավագ դուստրը Էլիզը ևս բավականին հայտնի եւ սիրված է։ Գաղտնիք չէ, որ այս շրջանում Էլիզի սիրտը զբաղված է, վերջինս հարցազրույցներից մեկում խոսել էր այդ մասին, նշելով, որ ինքը երջանիկ է, սակայն չի ցանկանում որևէ այլ մանրամասներ փոխանցել այս մասին։ Դե իսկ Էլիզը ինստագրամյան հարթակում գրեթե ամեն օր հրապարակումների տեսքով է հանդես գալիս, ցույց տալիս իր սիրելիի կողմից ստացված նվերները, անակնկալները եւ այդպես շարունակ։ Դե իսկ ամենաշատ հրապարակումները Էլիզի ծաղիկների հրապարակումներն են։ Նա ցույց է տալիս, թե որքան շքեղ մեծ փնջեր է ստանում սիրելիից։ Շատերն են հետաքրքրվում, թե ով է Էլիզի սիրելին, ով նմանատիպ շռայլ նվերներ է պատրաստում աղջկա համար, սակայն ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Էլիզը դեռևս չի հրապարակում իր սիրելիի դեմքը։ Նա օրեր առաջ հրապարակել էր սիրելիի մասնակցությամբ մի լուսանկար, որտեղ պարզապես երևում էր, որ նրանք գրկախառնված են եւ երևում էր միայն սիրելիի ձեռքը։ Ավելին, Էլիզը այս պահին դեռ չի ցանկանում հրապարակել, սակայն պարզից էլ պարզ է, որ վերջինս երջանիկ է։ Այս մասին վկայում են նրա հրապարակումները, որտեղ նա ցույց է տալիս, թե ինչպես է իր օրն անցկացնում տանը, աշխատանքի մեջ եւ այդպես շարունակ։ Երեք վերջինս հարց ու պատասխան է կազմակերպել, որտեղ շատերը հարցեր են հղել նրան նաև առանձին ապրելու մասին։ Այն հարցին, թե որքան ժամանակ է Էլիզը առանձին ապրում, վերջինս նշել է, որ արդեն 7-8 ամիս է։ Միայնակ ապրելուն հարմարվելու մասին Էլիզը նշել է. «Կարելի է ասել, այո, հարմարվել եմ, բայց դժվարությունները շատ են, եթե ուզեք կկիսվեմ»։ Էլիզին նաև տարատեսակ հարցեր են հղել ծաղիկներ սիրելու մասին, ինչին ի պատասխան Էլիզան նշել է, որ անչափ շատ է սիրում ծաղիկներ, դե իսկ որ ամենահետաքրքիրն էր, Էլիզը հրապարակում է արել իր սիրելիի մասնակցությամբ։ Այն հարցին, թե ինչն է Էլիզը կարևորում հարաբերությունների մեջ, վերջինս գրել է. «Հարաբերություններում կարևորում եմ անկեղծությունը, իրար հանդեպ հարգանքը եւ վստահությունը, այն հիմքը, որի վրա ամեն ինչ աճում ու զարգանում է»։ Հավելենք նաեւ, որ ավելի վաղ էլ այս ընտանիքի վերաբերյալ այլ հրապարակումներով ենք հանդես եկել։ 1 տարի առաջ ծնվեց փոքրիկ Տիգրանը։ Նա իր ծնունդով լույս էր այս ընտանիքի համար։ Փոքրիկի ծնունդին սպասում էին ոչ միայն Մելիքյանները, այլ նաև մի ամբողջ հանրություն, ովքեր հետևում էին Լիլիթի հղիության ողջ ընթացքին։ Այսօր արդեն փոքրիկ Տիգրանը 1 տարեկան է։ Ընտանիքը մի քանի հրապարակումներ է արել ինստագրամյան հարթակում, այդպիսով շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը։ Մելիքյանների ավագը Էլիզան գրել է. «Իմ Տիգրան, իմ փոքր մարդուկ, այնքան մեծ սեր եմ զգում քո հանդեպ, որ չեմ կարող բացատրեմ։ Անցած տարի այսօրը մեր բոլորիս կյանքը լուսավորվեց քո ծնունդով ու արդեն 1 տարի է, ինչ քո լույսը փայլում է մեր ընտանիքում։ Իմ սրտում մի առանձին տեղ կա, որը միշտ միայն քոնն է», նշել է Էլիզը։ Մելիքյանների ընտանիքի ինստագրամյան էջում հետևյալ հրապարակումն է արվել. «Այս ապրումներից անցել է ուղիղ 1 տարի։ Հենց հիմա գրելուց ամբողջովին փշաքաղված եմ։ Ոնց ենք սպասել մենք քեզ, ոնց ենք երազել քո մասին, մեր ուրիշ աշխարհ, մեր ուրիշ տղա, Տիգրան»։ Իսկ Լիլիթը հրապարակել է որդու լուսանկարներն ու գրել. «Շնորհավոր ծնունդդ, իմ գանձ տղա»։ Ընտանիքը մանկական սրճարաններից մեկում հավաքույթ է կազմակերպել, այդպիսով իր շուրջը հավաքելով իրենց մտերիմներին ու հարազատներին։ Նրանք նշել են Տիգրանի ծննդյան տարեդարձը, որից մի քանի կադրեր հրապարակել ինստագրամյան հարթակում։ Ներկայացնում ենք դրանք ձեր ուշադրությանը։ Ուրեմն 40 րոպեից իմ գանձ տիկոյիս ծնունդն է, հրաշքս դառնում է մի տարի, մի տարի անցավ ու ես փոխանակ հիմա, ասենք, վայելեի իմ գանձուշներին, իմ պուպուշներին, իրանց գնայի տեղերից մեջ գրկեի, ես չգիտես ինչի ես քշերակեսին վայելում եմ Իրան։
Հաղթողներին ես նայում։ Արա չէ, ասում տղուս ծնունն է, Հա, փոխանակ տունը շնորհավոր, 40 հա։ րոպեից։ Հա, լավ։ Արա պուճուրի, սա գանդի, լենը, սերը։ Արա ձեր հետ եմ հասկացում տղուսին, հասկանում ես։ Բասը։ Մենք էլ ենք քո զավակները։ Ինձ ենք ուզավակներ։ Սերներս, այո, այսօր Arms Squid Game-ի նկարումներն է, արա ֆանտաստիկ էմոցիաներ են մեզ սպասվում ու հա, լիքը կշնորհավոր եք, ես գիտեմ, որ Տիկոին շատ եք սիրում, բայց ես ոնց եմ իրացում, գժվում եմ իր համար, ինքը մի քիչ որ մեծանա կների ինձ, որ այս բանը ես իր ծոցը չեմ եղել։ Դե մի հատ էլ պուճուրի ծնունդը շնորհավոր եք, շնորհավոր եք էլ։ Շնորհավոր ծնունդը դու մորոտ Հավելենք նաև, որ օրեր առաջ էլ Արամ Մելիքյանի մայրիկի ծննդյան տարեդարձներ։ Վերջինս եւս բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Մենք ներկայացրել էինք Արամ Մելիքյանի, նրա եղբոր Հայրիկի եւ առհասարակ Մելիքյանների տղամարդկանց անակնկալը Արամ Մելիքյանի մայրիկին։ Վերջինս բավականին հուզվել էր։ Հավելենք նաև, որ օրեր առաջ Մելիքյանների մասնակցությամբ շքեղ հարսանիք էինք ներկայացրել։ Ամուսնանում էր դերասան Ազատ Անիբարյանը։ Վերջինս հայտնի է Սվայցբով Կարախ Արցախի ՈՒՀ թիմից։ Նրա սիրելին Էլենը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ ներկա էին այս ուրախ իրադարձությանը։ Երեկոյի ընթացքում յուրօրինակ պարով է հանդես եկել նոր ամուսնական սույգը։ Բացի այդ, բավականին յուրօրինակ եւ չկրկնվող հարսի պարով է հանդես եկել Ազատի կինը Էլենը։ Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից Մագա Արությունյանը, Սուրեն Փահլևանյանը, Արամ Մելիքյանն իր ողջ ընտանիքով, բլոգերներից Նինա Տիտանյանը, Աստվածուհին եւ մի շարք այլ հայտնիներ ներկա էին։ Նրանք մի լավ ուրախացել են պարել եւ իրենց գեղեցիկ օրվա կադրերով կիսվել ինստագրամյան հարթակում։ Ինչպես ավելի վաղ նշեցինք, Ազատը հայտնի է Սվայցբով Կարախ Արցախի թիմից։ Թիմը ստեղծվել է 2014 թվականին։ 2015 թվականին խաղացել են Ստավրոպոլի Կովկաս լիգայում, որտեղ երկու խաղ անընդմեջ թիմի ավագ Տիգրան Գալստյանը ճանաչվել է խաղի լավագույն տղամարդ դերասանից մի քանի կադրեր ներկայացնում ենք դրանք ձեզ եւ միանում բոլոր շնորհավորանքներին, մաղթելով զույգին համատեղ երկար տարիների երջանիկ կյանք։